Վայոց ձորի մարզ ենք մտնում, ճանապարհները Արարատի մարզից դեպի այստեղ լրիվ բաց, ճանշինը աշխատել է, մի փոքր մառախուղ էր Պաուլսևա բնակավայրում, բայց որ ճանշինը աշխատել է, ճանապարհը բաց է, ակնհայտ է, այստեղ էլ է բաց, այս բան տեսնում եք, դեպի Վայոց ձոր տանող ճանապարհը լրիվ բաց է։ Տեսեք, որ ճանապարհը մաքրած է, ճանապարհն սպասարկող ճանշինը լրիվ մաքրել է։ Հունվարի 24-ն է, Երևան-Մեղրի ավտոճանապարհը մինչև Ջերմուկի Խաշմերուկ, կարելի ասել ամբողջությամբ բաց է, ճանապարհն սպասարկող ճանշինները կատարել են ճանապարհը մաքրելու աշխատանքներ, չկա անգամ մերկասառույց, ու հիմա Ջերմուկի Խաշմերուկ չհասած, ելնելով վարորդների անվտանգությունից, բեռնատարների շարժը ժամանակավորապես դեպի Սյունիքի մարզ դադարեցվել է, աշխատանքները տեղում ղեկավարում է Բարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանը, հիմա տեսնում եք, մինչև Ջերմուկի Խաշմերուկ ժամանակավորապես դադարեցված է, էլ եմ ասում, ելնելով վարորդներ ձեր անվտանգությունից, քանի որ Սյունիքի մարզում Գորիսի, Սիսիանի այդ հատվածում ուժեղ բուք է, մարդիկ աշխատում են, այնպես չի, որ տեղի ճանշինը չի աշխատում, ես տեղեկություններ ունեմ, որ աշխատում են, սակայն բուքը քամին իր սև գործը անում է, հիմա մենք էլ ուզում ենք գնանք այնտեղ։ Դեպի Ջերմուկ են մեկ ճանապարհը բաց է։ Ձեր անվտանգությունից ելնելով է ժողովուրդ ջան։
Հասնում ենք արդեն ջերմուկի խաշմերուկ։ Հունվարի 24-ն է ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Վայոց-Ձորի մարզի գումարտակների պարեկները գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ շարունակում են ուժեղացված ծառայությունը Վայոց-Ձորի մարզում։ Այս պահին գտնվում ենք ժողովրդին հայտնի ջերմուկի խաշմերուկում, ձախ գնում է դեպի ջերմուկ ու դեպի վերև արդեն Սյունիքի մարզ։ Ճանապարհներն ամբողջությամբ Վայոց-Ձորի մարզում անցանելի է, այնպես չի որ ճանշինը գործ չի արել, մարդիկ աշխատել են, հեռացրել են ձյունը, մերկասառույցը մշակել են աղ ու ավազով, ինչի շնորհիվ տեսնում եք ճանապարհները լրիվ անցանելի է, բայց հիմա այստեղ ուժեղացված ծառայություն է կատարվում առաջին հերթին ելնելով վարորդների անվտանգությունից, քանի որ Սյունիքի մարզի որոշ հատվածներ դեպի Սիսիան, Գորիս ճանշինը նույնպես աշխատում է, բայց բուքը իր սև գործն է անում։ Մոտ 70-ից 80 բեռնատարներ ժամանակավորապես կանգնած են, երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, մինչև տեսնենք Սյունիքի փրկարարներն ու պարեկները այնտեղի ինչ են անում։ Ճանշինն էլ աշխատում, էլ եմ ասում, ճանշին չեմ գովում, բայց մարդիկ աշխատում են, բայց բուքը իր սև գործը անում է։ Լավ, այս ծառայության արդյունքում ՉՏՊ-ներ չկան։ Այդտեղի ցավը տանեմ, այդպես ծառայող բարեկները ռեժ ենք մենտել։ Հալալ է տվեցին, յանց ադրած է, յանց կերած կար։ Էսի առաջին հերթին այս վարորդների անվտանգությունն է։ Հացա, դուրա, ինչ ուզել են մեր օպե չէ։ Բայց անասի ճաղալու։
Են ձախ գնումա ջերմուկ ճանապարհը սպասարկում է վայքի ճանշինը մարդիկ աշխատել են ճանապարհները լրիվ անցանելի է բացա